Հարգելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ Ես շարունակում եմ մեր ինքնությունը նախագծի այս ընթացքը, ձեզ ներկայացնելով մեր հարգարժան հյուրերին, ես նրանց կոչում եմ բացառիկ հյուրեր, բացառիկ մարդիկ, ովքեր ասելիք ունեն, որոնց խոսքը ես կարծում եմ, որ կարևոր է ավելի մեծ հանրության լսարանի ուշադրությանը ներկայացնելու համար, ինչու, որովհետև կարծում եմ, որ մենք կան հարցեր, որոնք պետք է քննարկենք, կան խնդիրներ, որոնք պիտի չմնան անտեսված, ինչու նորից, որովհետև տեսնում ենք, որ աշխարհը ամբողջությամբ քաղաքակրթական թոհուբոհի մեջ է։ Տարբեր երկրներ սկսել են նորից եւ նորից վերաիմաստավորել ինքնության խնդիրը, տարբեր ձևերով, ժամանակակից ձևով իհարկե։ Եվ մենք էլ պիտի փորձենք մեր մեջ գտնել տարբեր հարցերի պատասխաններ, որպեսզի ապահովենք մեր շարունակականությունը եւ ինքնության, եւ մշակույթի, եւ պատմության։ Սրանք պարզապես խոսքեր չեն, սրանք լիրիկական ընկալումներ չեն։ Իրականում մենք ունենք եւ ոչ միայն մենք խնդիր պահպանելու մեր ինքնությունը, մեր կերպը, որպեսզի նաեւ կարողանանք այդ սերունդներին, մեր նոր սերունդին, որը բնականաբար տարբերվելու է մեզնից տարբեր հարցերում, բայց ունենա իր մեջ այդ առանցքը, այն առանցքը, որը եկել է հազարամյակներ, իհարկե տրանսֆորմացիաների միջոցով։ Այսօրվա իմ բացառիկ հյուրը Արամ Մեհրաբյանն է։ Արամ, ողջունում եմ ձեզ։ Ողջույն։ Արամ Մեհրաբյանը Դիլիջանի կենտրոնական դպրոց կրթական հիմնադրամի գործադիր տնօրենն է, ինչպես նաև Print.info հրատարակչատան հիմնադիրը, տնօրենը։ Շնորհակալ եմ, որ այսօր մեզ հետ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ հաճելի է ձեզ հետ Արամ զրուցել տաղավարում եւ այդ մեր զրույցը ես միշտ այդ սկզբունքը փորձում եմ պահել, այն զրույցը, որ մենք ունենում ենք հաճախ կադրից դուրս, դա ներկայացնել հանրությանը։ Ինչպես մենք կզրուցենք հանգիստ միասին, այդպես դա ներկայացնել այլոց ուշադրության, ինչու, որովհետեւ այն մտքեր, այն գաղափարներ, որոնք հաճախ հնչում են կադրից դուրս, իրենք շատ ավելի կենարար են, ինձ թվում է, ավելի անկաշկանդ են, անբռնազբոս են եւ հնարավորություն են տալիս մտածելու տեղիք տալ մեր ունկնդիրներին, մեր հեռուստադիտողներին։ Դուք սկսել եք որպես նկարիչ, ճիշտ է ձեր մասնագիտական ընթացքը։ Այո։ Ինչ է նկարչությունը ձեզ համար։ Կոչում։ Հիմա ավելի շատ հակված են մասնագիտական մասնագիտություն համարել, բայց ինձ համար կոչում է։ Կյանքին որպես արվեստագետ նայելու մոտեցումը, կարողությունը դա կոչման հարց է, դա ուղղակի մասնագիտական կողմնորոշման արդյունք չէ։ Դուք այսօր զուգորդում եք երկու շատ կարևոր ոլորտ, մեկը կրթությունը, մեկը գրքի հրատարակչությունը։ Երկուսն էլ ուղղված են մարդու կրթությանը, ինքնաճանաչմանը, ինքնաբացահայտմանը։ Դա ինչպես է ստացվել ձեզ մոտ։ Գրահրատարակչության առումով երևի թե երիտասարդական խենթություն էր։ Դրեցինք մի ընկերներով այդպիսի մի խենթության սկիզբ, որը առ այսօր շարունակվում է այդ խենթությունը եւ մեզ խենթության արդյունքում մենք ավելի երիտասարդ ենք մնում, կարծում եմ, հոգեպես։ Գրահրատարակչությունը ծնվեց այն գաղափարից, միգուցե այս պահին թվա շատ այսպես էգոիստական, բայց հայերենով կարդալ համաշխարհային միտքը, համաշխարհային գրականությունը։ Այսինքն սկսեցիք տպել այն գրքերը, որ դուք կուզեիք կարդալ։ Այո, բնականաբար։ Հնարավորություն կար օտար լեզվով կարդալ կամ միջնորդավորված թարգմանություններով կարդալ, բայց ցանկություն առաջացավ կարդալ հայերեն լեզվով։ Իհարկե որպես ծրագիր Սարգիս Խաչյանց Print.info հրատարակչական ծրագիր, երկու հրատարակչությունների համագործակցություն, ինքը 2004 թվականից պաշտոնապես գոյություն ունի։ Ընկերոջս Սերգեյ Խաչիկովյանի հետ մենք միավորեցինք մեր ուժերը, ձգտումները եւ ունենք այն, ինչ որ ունենք։ Բայց այս ծրագիրը դեռ վաղուց մաշտության ծրագիր է, թարգմանական ծրագիր է։ Թարգմանում եք օտար լեզվից հայերեն։ Այո, օտար լեզվից հայերեն։ Այսինքն մեկ ուղղությամբ ենք անում։
որտեղ ինքը լեզուն ունի աղերս թարգմանությունների, բայց այս ամեն ինչի արդյունքում շատ հետաքրքիր մարդիկ, անհատականություններ, որոնք միավորվեցին ծրագրի շուրջ եւ բնականաբար խոսքը միայն թարգմանական գրականության մասին չէր, այլև նաև այն հայոց միտքը, որը տարիներ շարունակ ինչ որ պատմական ժամանակաշրջաններում, ինչ որ իրավիճակներում մնացել էր անտեսված։ Եվ այդ պեղումնաբանական աշխատանքը գտնել նոր հեղինակներ եւ որովիցե տարբերություն չկար արևելահայերեն, արևմտահայերեն, դա չէր խնդիրը, հայերեն։ Եվ այդ միտքը բերել, ամրագրել, վավերացնել, որ արդեն ամեն մի գիրք գտնում է իր ընթերցողին։ Ինքը այսպես ասած տնտեսական կամ կոմերցիոն կամ բիզնես տրամաբանություն չունի, որովհետև մշակույթը ինչ որ առումով նաև հակա կոմերցիոն կամ հակա բիզնես ոլորտ է։ Դրա համար այսպես ասած քանակական հորիզոններով շատ չենք առաջնորդվում, այլ մշակութային եւ որակական ուղղահայացնել։ Քանի ընթերցող ունենք, դրանից կախված է գրքի հաջողությունը, նման բաներով, նման մտատանջություններով մեզ չենք զբաղեցնում։ Եթե նույնիսկ մեկ ընթերցող, իրական ընթերցող, որի վրա կարող է ազդեցություն ունենալ, երկխոսության մեջ մտնել հեղինակի հետ, դա մեզ համար արդեն ինքնին նվաճում է։ Փորձենք խոսել դպրոցից։ Փորձենք։ Այսօրվա սերունդը մի քիչ པարզ հարց եմ տալիս, այսինքն մի քիչ པարզեցված է այս հարցը, կարողանում է իր մեջ կրել մեր ինքնության այդ դրոշմը, թե ըստ ոմանց ինքը ավելի գլոբալիստական է։ Ես դա ընդ որում բացասական իմաստով չեմ ասում, չեմ ուզում հակադրել, որովհետև մենք մաս ենք քաղաքակրթության համաշխարհային եւ ի վերջո այն ամենը սկսած նույն այս տեսախցիկներից վերջացած ամեն ինչով համաշխարհային քաղաքակրթության ի վերջո արդյունք է։ Այնպես որ մենք կարող ենք մեկուսանալ ամբողջությամբ եւ ունենալ առանձին մի այդպես մոլորակ, բայց ամեն մի պետություն, ամեն մի ազգ նաեւ ինչ որ առումով մոլորակ է առանձին։ Որքանով է այսօրվա սերունդը ըստ ձեզ, քանի որ դուք դպրոցում ամեն օրվա շփում ունեք աշակերտների հետ, ապագա ուսանողների հետ, ծնողների հետ, որքանով է այսօրվա սերունդը կարողանում իր մեջ տեսնել այդ DNT-ի կրողի առաքելությունը, թե իրենք ամեն մեկը դարձել են ավելի sense ատոմիզացված, ամեն մեկը յուրաքանչյուրը իր ճանապարհը, իր գիծը, իր ճակատագիրը, իր կարիերան, իր հնարավորությունները։ Բարդ թեմա է, կրթության թեման իրոք շատ բարդ թեմա է, քանի որ կրթությունը որպես առանձին միավոր դիտարկելը արդյունավետ չի, պետք է նայել ավելի մեծ համատեքստում եւ այդ համատեքստի մեջ պիտի տեսնենք, թե դպրոցի եւ կրթության նշանակությունը ընդհանրապես, որովհետեւ մանավանդ այսօր բազմաթիվ տեսություններ հիմնավորված, չհիմնավորված կրթության մասին, ուսուցչիների մասին, դաստիարակության մասին, մանկավարժության մասին ստեղծում են մի այսպես քաոս, որտեղ կողմնորոշվելը բավականին դժվար է։ Հայաստանում միայն թե ընդհանրապես աշխարհում, հա։ Բայց պետք է հասկանալ, թե ինչ համատեքստ գոյություն, ինչ մեծ պատկեր գոյություն ունի, որից հետո կարող ենք խոսել կրթության նշանակության մասին, պատկերը շատ ավելի հստակ է դառնում, որովհետև կրթությունը մի ոլորտ է, որը տարբեր դարաշրջաններում ճակերտավոր ասում, սպասարկել է կամ պոլիտիկան, կամ էկոնոմիկան, այսինքն կամ վերջին գոնե 150 տարին ինքը անդադ խոսքը գնում է մասնագետների պատրաստման, այսինքն տնտեսությունը սպասարկելու կամ այն հաստատությունները, որոնք կարիք ունեցել են ուրեմն նման աշխատուժի կամ մարդկանց։ Պետք է հասկանալ, թե ինչպիսին է այսօրվա իրավիճակը, որտեղ ենք մենք գտնվում, ինչպիսի տագնապներ եւ անհանգստություններ ունենք։ Ունենք մենք հա տագնապներ։ Ընդհանրական չեմ կարող ասել, բայց կարծում եմ յուրաքանչյուրը իր տագնապները պիտի ունենա, որովհետեւ եթե տագնապներն են, որոնք
բացում են տեսողությունը, ապագայի հնարավորությունները, ամենատագնապալիցը կլինի այն, որ մենք տագնապներ չունենանք։ Բայց կարծեք հիմա տպավորություն է, որ անընդհատ ուզում են մեզ հրամցնել նման տիպի աշխարհ, որտեղ խնդիրներ չկան եւ մենք որևէ հոգս չունենք։ Հա, այդ շատ լավ հարց եք տալիս, որովհետեւ կամ մեկնաբանում տեսեք 90-ականներին 2000-ին թե 90 թվականին Լև փիլիսոփա Զիգմունդ Բաումանը մի գիրք ունի կոչվում է Liquid Modernity։ Հեղուկ կամ հոսուն կամ հարահոսուն, ուրեմն արդիականություն, որտեղ այնպես հարցերն են քննարկվում, թե ինչպեսի հասարակության մեջ ենք ապրում, եւ հիմնական արդեն վերնագրից ենթադրվում է, որ մենք գործ ունենք ոչ թե կառուցվածքային ամուր կառույցների հետ, այլ ամբողջ նպատակը այսօրվա միտումները, որը մենք նաև կամավոր ձևով ենք դրան հանձնվում, անընդհատ գտնվել ուրեմն նոսրացած եւ հարահոս վիճակում։ Եվ այս գրքի առումով տարիներ հետո 2010-ին թե 11-ին Ումբերտո Էկոն գրում է իր ժամանակագրություններ հեղուկ հասարակության մասին եւ փոքր պատումներ, պատմվածքներ, որտեղ նկարագրում է այդ ամբողջ հարահոսության, այսպես ասած, հիմնավորումները կոնկրետ օրինակների վրա։ Ինչն է խնդիրը։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ որևէ ամուր կառույց իրավունք չունի դիմադրել, հա, այսինքն դիմադրողականությունը կորցրել է։ Օրինակ եկեղեցին, մշակութային որևիցե կառույց, որևիցե պատնեշ, որևիցե ցանկապատ, հա, հոգևոր, պիտի անպայման այդ հոսունության արդյունքում, նոսրացման արդյունքում ինքը դառնա շարժունակ, այսպես ասած, հա։ Սա գրեթե միտումներն են եւ դրա լավագույն տարբերակը դրանք սոցիալական ցանցերի այդ հարահոսությունն է, որտեղ ոչ մի մնայուն բան տեղի չի ունենում, անընդհատ հոսք եւ այսպես ասենք օպերատիվ հիշողության մակարդակից այն կողմ չի անցնում։ Այսինքն նստվածք չի տալիս, ռեֆլեքսիա չի ստեղծում, ոչ մի հետադարձ նույն վարքյանին այդ պահին մարսեցի, անցավ գնաց եւ վերջ։ Բաումանը սա նաեւ բնութագրում է այս հոսունությունը նաեւ արդի քոչվորություն։ Այսինքն արդի քոչվորություն այն իմաստով, որ նստակյացությունը, այսինքն որևիցե կառույցի մաս լինել երկար ժամանակով, այլևս անիմաստ է, մարդը անընդհատ պիտի շարժվի։ Հա, եւ այս շարժումները, որը տրողման արդյունք են, այսինքն մենք այսօր գործ ունենք հիմնականում անհատականությունների հետ։ Այսինքն անհատականությունը այս բառն էլ պետք է ճակատների մեջ վերցնել, որովհետեւ եթե ինքը բառը ենթադրում է անհատականություն, այսինքն մի բան, որը չի հատվում, ինչպես քաղաքակրթությունների պարագայում կարծում էին, որ դրանք չեն մեռնում, Շպենգլերը ցույց տվեց, որ դրանք նաև մեռնում են։ Նույն կերպ կարելի է, այսինքն ենթադրելի է, որ նաև անհատականություններն էլ հատվում են։ Ինչպես եւ ատոմը։ Այո, այսինքն անընդհատ հատման տրողման process-ի մեջ ենք մենք գտնվում։ Սա իհարկե արդեն ոչ միայն քողարկված կամ թակուցյալ ինչ-որ մի բան է, այլ շատ բացահայտ է այսօր ամեն ինչ։ 1987 թվականին Մարգարետ Թետչերը մի հայտարարություն արեց, որ հասարակություն այլևս գոյություն չունի, կան միայն անհատներ եւ աշխատանքը պետության, այսինքն իշխանության եւ անհատի միջև է տեղի ունենալու, որովհետեւ հասարակություն այլևս գոյություն չունի։ Եթե 60-ական թվականներին Մարկուզեն դեռևս կասկածում էր, որ կա արդյոք հասարակություն, այնպես ինչպես դարեր մենք պատկերացրել ենք, հա, չգիտեմ, դասակարգային պայքար, հեղափոխություններ այդ իմաստով եւ այլն, Թետչերը հաստատում է, որ այո, հասարակարգ մենք որպես հասարակություն այլևս գոյություն չունենք։ Հիմա մեր խոսքի մեջ, մեր դիսկուրսի մեջ շատ ժամանակ մենք օգտագործում ենք հասարակություն բառը, բայց առանց հասկանալու դա կա թե չկա, այսինքն բառը կա, բայց մեր մտապատկերում ինչպիսի կառուցվածք ունի հասարակությունը, սրա մասին որևէ պատկերացում չունենք, ինչպիսի կառուցվածք ունի։ Դեռևս ինչ որ
արխայիկ բաների մասին ենք խոսում, ինչ որ շերտեր, մտավորականներ, բանվորներ, բայց դրանք ամբողջը, այսպես ասած, տարալուծված է եւ որևիցե հստակ սահմանում չկա։ Եվ անընդհատ պետք է սոսունությունը կամ այս քոչվորությունը ապահովել, դրա համար պետք է հնարավորինս թեթևացնել մարդուն։ Այսինքն, եթե հերոստատեսային լեզվով խոսենք, այդ շարժունակությունը, այդ նոսրությունը պետք է նրա համար, որպեսի զանգվածային լրատվամիջոցները, ինքը բառը արդեն տեսեք ինչ ասում, էլի, զանգվածները, որոնք լրատվության միջոցով դու սկսում ես իր հոսունությունը ապահովել, հա, որովհետև կարծր մարմիններին դժվար է, հա։ Այսինքն նախ իրենց դարձնում ենք ավելի հոսուն, հետո սկսում ենք ուղղորդել այդ հոսունությունը մեր ուզած ուղղությամբ։ Այո, եւ այդտեղ գալիս է մի ուրիշ գաղափար, այսինքն մի ուրիշ հասկացություն են օգտագործում նաեւ, այն ինչ որ մենք հիմա անում ենք, եթերում ենք։ Եթերային վիճակ պիտի լինի, մենք հայտնվում ենք եթերային վիճակ եւ մեր ունկնդրին հասցնում ենք եթերային վիճակում, այսինքն ես կարծում եմ, եթե մի քայլ էլ առաջ գնանք այն տեսությանը, որը Բաումանն է առաջարկում, ուրեմն այսինքն ոչ թե տեսության, այլ իր վերաբերմունքը կամ նկատառումները մեր այսօրվա աշխարհի մասին, դա նաև բերում ենք փոխանցում է կատարվում այլ ագրեգատային վիճակի։ Մենք այսօր գտնվում ենք լրիվ գազային վիճակում, նույնիսկ իներտ գազային վիճակում, այսինքն միջմարտկային փոխադարձ հարաբերությունները դրանք այլևս այն ամրությունը չունեն, ինչ որ ասենք թե չգիտեմ 100 կամ 150 տարի առաջ։ Հայաստանի համար էլ է դա։ Այո, դա գնում է միտում, որովհետև ինչ է նշանակում հոսունություն, դա տարածության եւ ժամանակի նկատմամբ վերաբերմունքը սկսում է փոխվել, այսինքն տարածությունը քեզ համար այլևս ակնթարթային հասկացություն է։ Մի պահ գտնվեցիր այդ վիճակում եւ անցար, հա, դու անընդհատ ժամանակային հոսքի մեջ ես գտնվում։ Բայց դա նաև ենթադրում է, որ դու մեծապես ավելի շատ դառնում ես սպառող այդ ժամանակի, ոչ թե կարգավորող կամ ամբողջ նպատակը դա ավելի սպառողական, այսպես ասած, հասարակության մեծ հաշվով բնութագիրը այդպեսին պիտի լինի։ Իսկ ձեզ կա թե արդեն վերանում է նաև դիմադրողականությունը ներքին, ինստինկտների մակարդակում, ռեֆլեքսիաների մակարդակում, հիշողության մակարդակում, թե այսինքն մարդը այլևս պատրաստ է տրվել այդ գետին, այդ հոսքին եւ որտեղ կտանի, թե ամեն դեպքում ինքը փորձում է դիմադրել։ Տեսեք, եթե տրոման process-ը տեղի է ունենում որոշակի հաստատությունների անկախ նրանից ինչպիսի նպատակներ ունեն, կարող ենք դա քննարկել, բայց ամենակարևոր հարցը դեռևս այդ խնդիրը տրոհմանը իրենց կողմից է լինում, որովհետեւ իշխանություն, որովհետեւ գաղափարախոսություն։ Բայց հակառակ process-ը, եթե դու որևիցե կառույց պիտի ստեղծվի, դա բացառապես լինելու է անհատականությունների ջատագովությամբ, այսպես ասած, այսինքն իրենց նախաձեռնությամբ, որովհետեւ որևիցե արդեն կառույց, դրանք հիմնական բյուրոկրատական կառույցներ են, իրենք շահագրգռված չեն որևիցե կառույց ստեղծելու։ Եթե ստեղծվում են դա իր նպաստ իրենց հաստատությունների։ Բնականաբար այդ տրոհումը չի գնում միայն, այսպես ասենք, սուբյեկտների միջև, ինքը արդեն անհատականություններ, ես որ ասում եմ, սկսում է տրոհվել, այդ տրոհման process-ը արդեն իր մեջ էլ է տեղի ունենում։ Ինչքանով ես դու հանձնվում, որովհետև երբ որ մեզ համոզում են, որ սա է արդիականության, այսպես ասած, միտումները, դու այդտեղ բերում կամավոր հանձնվում ես այդ միտումներին, որովհետև մեզ համոզում են, որ դա ազատություն է նախ եւ առաջ։ Այսինքն ստեղծում են արհեստական կոմֆորտ գոտի, քեզ ասում են, որ այդտեղ քեզ ավելի լավ կզգաս, պետք չի ավելորդ ռեսուրս ծախսես մտածելու, շատ խորքերը գնալու, դու ունես ինչ ուզում ես, կա, պետք չի մտածել, ենթադրենք քո անցյալի մասին, անգամ ապագայի մասին, ապրի ներկայով, ներկանը մենք քեզ կապահովենք, քեզ կասենք ինչպես եւ ուր գնաս։ Այո, այդ հիմնական, որովհետեւ ցանկացած անցյալ ինքնին արդեն բեռ է, ինքը խոչընդոտ է, ինքը որոշակի կառույց է, պետք է օր առաջ հրաժարվել այդ ամեն ինչից, որովհետեւ դու ունես նաեւ ժամանակային կախվածություն եւ որպեսզի դու ազատվես նաեւ ժամանակային կախվածությունից, անցյալի բեռ, բան եւ այլն, մշակույթ, բան, դրանք այսօր արդիական չեն, այդպես են մեզ գոնե համոզում եւ դրանից պետք է ժամ առաջ ազատվել եւ գտնվել այդ եթերային վիճակում, նկատի ունեմ այսօր
աշխատավայրը արդեն կարևոր փաստ չէ, այսինքն կարևոր տեղ չէ, որտեղ դու ստեղծում ես միջավայր աշխատանքային բան, ցանկացած տեղից դու կարողանում ես առցանց աշխատել, այսինքն քո աշխարհագրական դիրքը որևիցե նշանակություն չունի քո գործունեության ներկայությունը, որտեղ ի վերջո վաղը միսօր կարող է մեր հոլոգրաման էլ մեր փոխարեն ծրագրավորված, մեր փոխարեն աշխատել եւ on-line Zoom call-էր անել եւ պատասխանել ինչ որ հարցերի։ Իմիջայլոց այդ Ումբերտո Էկոյի այդ ժամանակագրությունների մեջ մի հետաքրքիր բան կա, պատմություն կա։ Մի ինչ որ միջոցառման ժամանակ Միկին մոտենում է Ումբերտո Էկոյին եւ այսպես շատ դրվատանքով եւ շնորհակալ խոսք է ասում, որ գիտեք, ես շատ շնորհակալ եմ, որ դուք ամեն օր Twitter-ով իմ հարցերին պատասխանում եք, ես հետևում եմ ձեր ամբողջ գաղափարներին, մտքերին եւ այլն եւ այլն, եւ Ումբերտո Էկոն զարմացած ասում է, բայց ես չկամ ոչ Twitter-ում, ոչ Facebook-ում։ Կինը զարմացած ասում է, ինչպես, բայց դուք ամեն օր իմ հարցերին պատասխանում եք։ Մի քիչ մտորելուց հետո կինը ասում է, որ դուք ուրեմն Ումբերտո Էկոն չեք։ Ինքը Ումբերտո Էկոն չէ։ Այսինքն արդեն համոզել եմ, որ այն տարածքում, որտեղ հնարավոր են նման ուրեմն կեղծ անձնավորությունները, որոնք շատ հանգիստ է այդ ամեն ինչը անել, շատ ավելի իրական է, քան իրականությունը եւ իրականության նկատմամբ ստեղծում է պատրանքային ուղակի վերաբերմունք, մոտեցում։ Այս եթերայնությունը, թեթևությունը անմիջապես բախվում է նաեւ կրթության ոլորտին, նույնիսկ գրահրատարակչական ոլորտին։ Տարիներ շարունակ մեզ անդադ փորձում են ասել գրահրատարակչական ոլորտում ով է կարդում ձեր գրքերը, որովհետև դրանք ծանր են։ Պետք է ավելի կարճ գրել, պետք է ավելի սեղմ գրել։ Եվ հիմա, ասենք, միտումներ կան այդ սեղմա վեպերը, որոնք կարճ, սյուժետային, թեթև, ոչ մի հուզական, ոչ մի ժամանակային կենտրոնացում չպիտի լինել, որովհետև դա բերում է մտատանջության, դա բերում է հոգևոր թրթիռների, հա, դու չպիտի հուզվես, գիքորը կարդալ չարժի այսօր, որովհետև գիտեք, դուք պետք է թեթև բաներ սովորեցնեք մեր երեխաներին, իսկ այնտեղ տխուր է պատմությունը եւ այլն եւ այլն։ Այս եթերայնությունը բերելու են նրան, որ մենք լուրջ հարց կդնենք ոչ միայն ինքնության, որը դեռևս արդեն կարծում ժամանակավրեպ հասկացություն է այսօրվա բան, այլ կբերենք ապամարտկայնության հարցը ընդհանրապես։ Հա, մենք գործ ունենք ապամարտկայնության հետ։ 1952 թվականին Ալբերտ Շվայցերը իր Նոբելյան մրցանակային հանձնման ուրեմն ելույթում մի այսպիսի մի քանի տողով ասում է, այո, մենք զարգացանք, մարդը այսօր դարձել է գերմարտկային, իր բոլոր տեխնոլոգիաներով եւ այլն, գերմարդ է դարձել, բայց միևնույն ժամանակ ինքը գերանմարտկային է։ Հա, դեռևս 1952 թվականին։ Առ այսօր նույն միտումներն են։ Եվ այն ինչ որ մենք այսօր մեր իրականության մեջ ենք տեսնում, իշխանություն նաև անհատներ փոխհարաբերությունների մեջ, այդ նույն բանանի գրքում մեջ բերելով ուրեմն Լեո Ստրոսի ամերիկացի քաղաքագետ եւ փիլիսոփա իր խոսքը, տառացիորեն գրված է այն, ինչ որ մենք այսօր լսում ենք քաղաքական հարթակներից, որը ուղղված է խոսքը անհատին, այսինքն ինչպիսի մեղադրանք պիտի հնչի ուրեմն անհատի հասցեին, դու լավ չես սովորել, որովհետեւ դրա համար է լավ չես ապրում։ Սա տառացիորեն գրած այնտեղ այն, ինչ որ այսօր մենք լսում ենք։ Դու լավ չես ապրում, որովհետեւ ծույլ ես։ Մի կողմից թվում է, որ այո, դա ճշմարտություն է, վերջապես ամեն ինչ կախված է թվում է թե մեզանից, բայց այս դեպքում հարց է առաջանում, մենք ընդհանրապես հրաժարվել ենք մենքի գաղափարից, թե չէ։ Որտեւ եթե մենքը չկա, եսը չի կարող լինել։ Հիմա կարող է պարադոքսալ բան եմ ասում, բայց մենքը կարևոր է նրա համար, որ եսը գոյություն ունի։ Այս հարցերը, գիտեք, երբ որ դու մի քիչ ավելի ամբողջական ես նայում պատկերին, դժվար է հասկանալ եւ դժվարությունները այդտեղ են, ինչպես կարող ես դու հակառակը ապացուցել կրթության ոլորտում, որովհետեւ ամեն դեպքում մենք այս աշխարհ գալիս ենք որոշակի դատապարտվածությամբ, հա, հասկանալու դատապարտվածությամբ։
այդ դատապարտվածությունից խուսափելու համար կարող ես տալ քեզ անգիտությանը, բայց սա նաև բարոյական հարց է։ Դուք հայտնվում ես միանգամից դառնում ես անմեղսունակ ուղղակի։ Այսինքն եթե դու որովհետև գիտակցել, հասկանալ, մտածել, դա նշանակում է դա նաև բարոյական հարց է, էթիկական հարց։ Նոր սերունդը, Արամ, ամեն օր դուք շփվում եք իրենց հետ, ես եւս։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը, շատ պարզ կարծիքը իրենց մասին, երբ որ ասում են ավելի լավն է, ավելի վատն է, քան նախկինում էր, որտեղ դա միշտ այդ հավերժ այդ թեման կա, որ միշտ ով գալիս է ասում է դե մեր ժամանակ ավելի լավ էր։ Հիմա նոր սերունդը ձեզ ինքը ավելի խորքային է դարձել, որովհետև ինքը ունի շատ եւ շատ տեղեկություններ, ինֆորմացիա, ամեն ինչ հասանելի է, տարբերություն մեր սերունդի, որտեղ անգամ ամսագրերը չկային, լեզու սովորելը դժվար էր։ Հիմա ամեն ինչը հասանելի է։ Այդ ձեր ասած այդ հոսունությունը այնքան բան է բերել իր հետ, բայց որքանով է դա նպաստելու այդ սերունդի խորքային ավելի մարդ մնալուն, թե հակառակը հնարավորություն է տալու իրեն անել այն ինչ ուզում է առանց պատասխանատվություն կրելու եւ նաեւ չմտածել թե ինքը ինչ առաքելություն ունի իր ժողովրդի, իր ազգի համար, միգուցե նաեւ անգամ ընտանիքի համար։ Այսօրվա սերունդը, ես չգիտեմ այդ այսօրը ինչ որտեղից կարող ենք մենք ժամանակային առումով վերցնենք մինչև 20 տարեկաններ, այսպես ասած։ Լավ, եթե այդպեսի որտեղ դա մի փոքր շատերի համար այդքան էլ հասանելի չի, թե ինչպիսին են իրենք, կան ստերեոտիպներ եւ լավի եւ վատի։ Հիմա ես կուզեի ձեր կարծիքը էլ իհարկե բնականաբար այսպես հնարավորինս օբյեկտիվորեն գնահատելու թե ինչպիսին են իրենք։ Մարդկային էության առումով գրեթե մենք խնդիր չունենք, այսինքն որակի առումով, մարդկային հատկությունների առումով որպես սկիզբ եւ նախնականություն այդտեղ խնդիր չունենք։ Այն ինչ ենք անում մենք իրենց հետ, հա, ուսուցիչները, կրթությունը, հասարակությունը, հա, այս ամբողջ հիմա նորից հասարակություն բառը ասում ենք երևի որոշակի վերապահումով, անուղղակի կրթությունը, տեխնոլոգիաները ինչից ինչ են դարձնում։ Եթե մի փոքր այլաբանորեն փորձեմ ասեմ, տեսեք, սեպտեմբերի 1-ին ծնողը, երբ որ բերում է երեխային դպրոց, մտքում ունենալով մի պարզ նախադասություն, սովորիր մարդ դառնալ։ Սա ամենաբարդ ուղերձն է, որը ուղղված է դպրոցին, որովհետև բարդ է, թե ինչ նկատի ունեն ծնողները սովորել հասելով եւ ինչ նկատի ունեն մարդ հասելով։ Եթե մի փոքր այլաբանորեն նայենք երեխաներին, դրանք մարմարի ուրեմն բեկորներ են, որոնցից պիտի կերտվի հանճարեղ արվեստի ստեղծագործություն։ Բայց ի տարբերություն քանդակագործի, դա դրսից չպիտի տեղի ունենա, դա պիտի ունենա ներսից։ Դու ընդհանրապես արտնացնում ես իր մեջ ստեղծագործողին, կապ չունի նկատի ունեմ թե գիտնական, թե արվեստագետ, թե որևիցե այլ բնագավառի մարդ, որ ինքը կերտում է իրեն, ինքնակերտման հնարավորություն է տալի դու ընդհանրապես կրթությունը։ Բայց արի ու տես, որ մենք այսօր իրենցից այդ մարմարի բեկորից ընդհանրապես որը կարողանում ենք ստեղծել, դա երեսապատման սալիկն է։ Բազմաթիվ տեխնոլոգիաներ, բաներ, կրթական տեխնոլոգիաներով կիրառելով մենք բերում ենք որոշակի ուրեմն ստանդարտների հասարակության համար պիտանելիության որոշակի կեղծ օրակարգով եւ իրենցից ուղակի երեսապատման սալիկ ենք ստացվում։ Եվ գոհանում ենք դրանով։ Գոհանում ենք դրանով, որովհետեւ դա չափելի է։ Ստեղծագործությունը չես կարող չափել։ Դրա համար ժամանակ է պետք, դու դրա ժամանակը չունես, իսկ դու արագ այդ սալիկները հանում ես ուրեմն շուկա։ Հա? Եվ այս ամեն ինչը պիտի հասկանալ, թե ինչպիսի կրթության կամ ավելի շուտ մարդու իդեալ կա, իդեալ ունենք, որին պիտի ձգտենք հասցնել,
Եթե չկա, ապա մնում է մեզ միայն բավարարվել այն, ինչ որ պահանջում է ժամանակակից կամ արդի բաները, պահանջները։ Բայց կարծում եք, որ իրենք սպասում են, թե մենք երբ պիտի իրենց սալիկապատենք կամ օգնենք, թե իրենցով է, որովհետև ես շփվելով իրենց հետ տեսնում եմ, որ իրենք շատ ավելի լավ տիրապետում են տեխնոլոգիաներին, շատ լավ հասկանում են ժամանակակից տրենդներ, գիտության մեջ բավականին իրենք առաջ գնացած են, այսինքն լավ իմանում են, ենթադրենք տարբեր տեսություններ կամ ծանոթ են գոնե, լսել են, ամեն օր շփվում են ինչ որ գրականության կամ աղբյուրների հետ եւ կարծեք շատ հաճախ նաեւ մենք իրենց չենք հասցնում իրենց հետևից հետեւաբար միգուցե իրենց պետք է փոքր թողնել եւ իրենք էլ իրեն կարող են իմանալ թե ուր են գնում թե պետք է անպայման ուղղորդել անենք այսինքն դու ես նկատի չունեմ ամենևին որ վերահսկողության բնականաբար շատ ավելի ընդունակ, շատ ավելի բաց, հա, այնինչ որ մեզ գոնե որպես խորհրդային շրջանի, այսպես ասած, աշակերտների այդ սահմանափակումները, այդ հնարավորությունները, բայց ամբողջ խնդիրը, գիտեք, մեր զրույցներում ամենավտանգավորը նա է, որ մենք ծայրահեղությունների, ծայրահեղ բևեռների մեջ սկսում ենք խորտակվել։ Ամբողջ խնդիրը գտնել ճիշտ ներդաշնակություն, հա, մի ծայրահեղությունից եւ մի ծայրահեղության։ Այս հավասարակշռությունը պահելն է ամենադժվարը։ Տեսեք, մի կողմից ինչքան հնարավորություններ կան, չէ՞, սարսափելի մեծ հնարավորություններ այսօր գրեթե բոլորը ունեն անասելի հնարավորություններ աղբյուրներից օգտվելու տեխնոլոգիական եւ այլն եւ այլն։ Բայց ինչ է տեղի ունենում մարդու հետ այդ հնարավորությունների առատության պարագայում, երբ որ ինքը չի հավասարակշռվում երազանքներով, ներքին մղումներով, անհնարինը հնարավոր դարձնելու, այսպես ասած, ցանկությամբ այդ հնարավորությունները մարդուն դարձնում են Պիկարդյան, այսպես ասած, ձևակերպմամբ փախչող փախուստի սերունդ։ Իրենք իրենցից հնարավորություններից, փախուստ մեկ հնարավորությունից մեկ հնարավորություն։ Եթե սա կա, սա էլ կա, սա էլ կա, հա։ Ես անընդհատ կարող եմ փախնել։ Որովհետև ես դա համարում եմ, ճակերտավոր ասած, ազատություն։ Կան հնարավորություններ, դա կախված չի իմ ներքին մղումով, ես ուզում եմ դա, թե չեմ ուզում, կա հնարավորություն օգտվում եմ, կա հնարավորություն։ Դրա համար այսօր օրինակի համար մի տեղում աշխատելու ժամանակը գրեթե 6 ամիս է։ Որովհետև ես չեմ ուզում մնալ միտեղ, անկախ նրանից հնարավորությունները աշխատավարձ, բարձր, ծախսը դա չի իրականը։ Միտեղ աշխատելը ինձ հեռանկար չի ստեղծում։ Ես հեռանկար չունեմ այդ տեղում աշխատելու զարգացման, պատկերացումներ, բան, կապ չունի, եւ անկախ նրանից ես դա մաս եմ կազմում, թե ուղղակի դա իմն է։ Ինչ հնարավորություններ են ձեռնում այսօր իրականությունը, ես օգտվում եմ այդ հնարավորություններից։ Հա։ Սա պետք է հավասարակշռվի նաև ապագայի նկատմամբ քո երազանքի, քո կոչման, քո միտումների հետ բերել եւ ներդաշնակեցնել այս ամեն ինչը։ Արամ, փորձենք մետաֆիզիկականից գալ դեպի ռազմավարական հարթություն։ Իսկ ինչպես պահել այդ դեպքում, անկախ նրանից թե այս սերունդը կամ նոր սերունդը կամ հին սերունդը ինչպես է իրեն զգում, այն որ դուք նկարագրեցիք այդ հոսունությունը, այդ ազատությունները, միևնույն ժամանակ այդ թռիչքները մի կողմից մյուս կողմը, հնարավորությունների առատությունը եւ նաեւ այդ պարագայում որտեղ մարդը սկսում է նաեւ չհասկանալ թե ինքը ընդհանրապես ինչ է ուզում եւ որոնք են իր շատ հետաքրքիր բան ասիկ այդ երազանքներից կտրված է ինքը ապրում։ Բայց դա կարող ենք մի կողմ դնել եւ փորձել հասկանալ մենք ինչ պիտի անենք պահելու ինքներս մեզ այս հարափոփող աշխարհում, որպեսզի չձուլվենք, չգնանք, հիմա կարող է ամեն ինչ ֆանտաստիկ հետաքրքիր թվալ, ժամանակակից թվալ, բայց մենք կարող ենք շատ հանգիստ կորցնել վաղը մեր հայկականությունը, ուղղակի մի փոքր ինքը հնչում է միգուցե եւ դինոզավրային, ինչ որ ես ասում եմ, հա, ես երևի թե շատերը ովքեր ինձ ճանաչում են կարող նույնիսկ զարմանալ, որ ես սկսել եմ դրանց մասին մտահոգվել, բայց ես ձեր ասած այդ ծայրահեղությունների մեջ որ կամ ընդհանրապես պիտի լինես պահպանողական եւ ընդհանրապես մի կողմ թողնես ժամանակակից աշխարհը, կամ պետք է ընդհակառակը լինես միայն ժամանակակից աշխարհում եւ թողնես քո անցյալը, քո
ժառանգությունը, ինչպես ամեն դեպքում պահպանենք ինքներս մեզ այս հոսքերի, այս աղմուկների, այս քաոսի մեջ։ Ժոր արծ։ Մի 2-3 շաբաթ առաջ էր Դիլիջանում բացվեց Հովհաննես Շարամբյանի անվան տեքստիլի թանգարան։ Երկու ընկերներս Նարեկ Աշխուհատյանը եւ Հրազդան Թոքմաջյանը Նարեկի միջած մեր հյուրն է եղել այստեղ։ Որոնք համադրեցին այդ թանգարանը եւ բացմանը ներկա էի մի պաստառ էր կցված պատին ուրեմն հայկական տեքստիլի թանգարան, որոնք իհարկե ժառանգությունը Հովհաննես Շարամբյանի եւ Սերիկ Դավթյանի, այսպես ասած, թողած ժառանգություններ կամ իրենց սերնդափոխության մի ակտեր այդ ամբողջ թանգարանի ստեղծումը։ Եվ գիտեք ինչ մտքեր այդ վերնագրերը կարդալով, նմուշները տեսնելով այս իրավիճակում, այս տրավման եւ այդ եթերային վիճակում ամեն դեպքում այդտեղ լուծում կար։ Շատ պրագմատիկ լուծում։ Ինքը տեքստիլ բառը, հյուսվածք բառը մտորելու տեղիք է տալիս։ Մեզ հյուսվածքներ են պետք։ Մեզ այդպիսի հյուսվածքներ են պետք, ինչպեսին ներկայացված են այդ թանգարանում։ Խոսքը ոչ գեղագիտական, ես ֆենոմենի մասին, ես երևույթի մասին եմ խոսում։ Ինչպես է հնարավոր, որովհետև այդ թանգարանում մի մասով ուղղակի հեղինակներ գոյություն չունեն, այսինքն ինչ որ մի սեղանի սփռոց է կամ անկողնուրեն ծածկոց, բայց երբ որ նայում ես իրեն որպես երևույթ ֆենոմեն, հասկանում ես, որ այն ինչ որ մենք չենք անում մեր առօրյա կյանքում ձևավորել հյուսվածքներ, որովհետև տեքստը եւ տեքստիլը հյուսվածքն է, հա, այսինքն տեքստային հյուսվածք ունենալ։ Այն ինչ որ անում ենք գրահրատարակչական ոլորտում, ունենալ հյուսվածքներ տեքստի առումով, ունենալ հյուսվածքներ մշակութային առումով, սա պետք է անընդհատ հյուսել։ Պետության։ Ես չեմ կարծում, գիտեք, պետության հարցը երևի առանձին քննարկման հարց է։ Պետությունը ինքը չի այսօրվա պետությունների իմ կարծիքով խնդիրը այլ է։ Իրենք շահագրգռված չեն այս հարցում։ Ես միգուցե ցավալի բան եմ ասում։ Իսկ եթե մենք ունենք նաև դրսում մեծ հայկական աշխարհ, որի հետ մենք չունենք այդ ցանցը ստեղծության կամ ներսում էլ այդ ցանցերը Դա չունենք։ կախված է սոսկ անհատներից։ Անհատական որևիցե ես կարծում եմ պետությունները շահագրգռված չեն։ Նկատի ունեմ իշխանությունները, հա, որովհետև մի քիչ ավելի տարանջատենք այդ բանը, որովհետև իշխանությունը այսօր հետաքրքրված չէ հյուսվածքներով։ Այսօր այլ անվտանգային օրակարգ կա, այլ բեռերի թոթափման մենք մանավանդ վերջի տարիներում տեսանք, թե ինչպես կարելի է ամեն ինչից հրաժարվել, հա, միայն թե այդ թեթևությունը հանկարծ չխաթարվի։ Կոմֆորտ զոնան չէ։ Այո, այդ թեթևությունը պետք է լինի, իրենք պիտի լինեն եթերային, իրենք պիտի անընդհատ եթերում լինեն, անընդհատ պիտի խոսեն հասարակության հետ ու ինչ որ առումով արդեն հեդոնիստական բաներով, չափումներով կամ կենսակերպով ես ակնկալիքներ չունեմ։ Նկատի ունեք նաև այն թրջկոտումներ, որ մենք տեսնում ենք անընդհատ եթերում ավտոբուսների մեջ, ռեստորաններում անհոգության անընդհատ այդ քարոզն է գրում, որ ամեն ինչ շատ լավ է, ֆանտաստիկ է, մտածելու բան չունեք։ Եվ մենք դրա մասն ենք կազմում։ Այնպես չի, որ դա մեզնից դուրս է։ Մենք բնականաբար ենթագիտակցորեն մենք նաև դրա մեջ ենք, հա։ Ես չեմ տարանջատում մեզ դրանից, հա, որովհետեւ եթե դու այդ գիտակցությամբ ես մոտենում, այդտեղ ավելի հավանականությունը մեծ է, որ ինչ որ լուծումներ կգտնես, որովհետեւ սա պետք է նաև անձնապես վերապրես այդ ամեն ինչ։ Դրա համար մյուս հարցի մյուս կողմը կա, ինչ անելու խնդիրը։ Այդ հյուսվածքների հարցն է, քանի անհատ կարող են միավորվել որևիցե հարցի, որևիցե խնդրի, գաղափարի շուրջ։ Հարցը այն միավորումները չեն, որոնք տեղի են ունենում, այսպես ասենք, մի քիչ բանով
ֆինանսամագնիսական դաշտ էր, հա, որտեղ փողը հայտնվում է, ասենք, չգիտեմ, էկոլոգիական բաները կա, ռեսուրսը հավաքվում են մարդիկ, չկա այդ ֆինանսական աղբյուրները, չկա այդ կառույցը։ Դա ընդհանուր առմամբ, բայց մոտիվացիան կարևոր բան է, թե մարդը ինչ-որ ձևով մոտիվացված է ֆինանսապես կամ գաղափարային, հիմա գաղափարայինը կարծեք երկրորդական պլան է մղվել, մնացել է ֆինանսականը, չկա ֆինանս, մարդուն ոչինչ հետաքրքիր չի կամ չկա անձնական շահ, հա, բայց դա ճանապարհ չի։ Որտեղ մոտիվացիա բառը ես մի քիչ բան եմ վերաբերվում, ոգևորությունը մենք չգիտես ինչու փոխարինել ենք մոտիվացիայով։ Մոտիվի հարց չի, ոչ էլ շարժառիթների հարց է, որովհետև սա ոգևորության կա, որտեղ ոգու խնդիր կա։ Ոգուց բխող խնդիրներ պիտի լինեն, հա, ոչ թե արտաքին, այսպես ասած, խթաններով։ Որևիցե պրոֆեսիոնալ դաշտում, նկատի ունեմ կոչման դաշտում, որևիցե մեկը շարժառիթներով, այսինքն շարժառիթ չպիտի լինի, որ դու նկարես կամ չնկարես, եթե կոչմով նկարիչ ես։ Դա քո ճակատագիրն է ուղղակի։ Դու այդպես ես վերաբերվում աշխարհին։ Սա է հարցը, որ ուղղակի այդ գրգռիչները, հա, բոլորի հոգիները չեն, որ այդքան գիտեք, կենթանի են եւ ունեն այդ իմպուլսները ներքին, շատերին պետք է արտաքնապես այդ լիցքը տաս, որ ինքը շարժվի։ Միգուցե, բայց պիտի հագեցման աստիճան ունենա ինքը։ Կրթության ամբողջ խնդիրը ներքին հագեցման աստիճանն է, հա, որը հետո այդ միգուցե այդ արտաքին, այսպես ասած, արկայծումների կամ բաների դեպքում ինքը կվերածվի ուրեմն բան շարժման, բայց ես չեմ նաև հավատում, որ սա հնարավոր է massայաբար անել։ Ես massայական որևիցե նման արտնացման չեմ հավատում։ Սա լինելու է փոքր խմբերով, օազիսներով, նրանք ովքեր երևի թե պատմության ընթացքում գրեթե միշտ այդպես եղել, մի քանի հոգի, հա, որոշել, արել են, պահել են, որովհետև եթե այսօր մենք խոսում ենք նաև այդ ինքնության հարցերի մասին, մենք խոսում ենք այսպես շատ հավաքական մի հասկացության մասին, այդ բառն էլ երևի ինչ որտեղ արդեն այնքան են հարկի անհարկի օգտագործում ենք, որ ինքն էլ է մաշվել, խուսափում ենք, որովհետև նույն հարցը, եթե թարգմանում ենք իդենտիտետ կամ identity-ին, դա նաև նույնացման հարցը, մենք ինչի հետ ենք նույնանում նախ եւ առաջ։ Ըստ էության այդպես էլ կա։ Ինչի հետ ենք մեզ նույնանում, այսինքն տեսեք ինչ է տեղի ունենում, ինքնության կորուստը այդպես մի քողարկված բան չի, շատ ակնհայտ է։ Նայեք քաղաքում նորակառույց շենքերը դիմազուրկ են, հա, մեզ անհայտ են ճարտարապետները, անհայտ են այն գեղագիտական ուրեմն սկզբունքները, որոնք կառուցվում են այդ շենքերը, դիմազուրկ շենքեր։ Դրանք այնպես ինչպես կառուցվում է աշխարհում գրեթե ամենտեղ բյուրոկրատիա։ Սա բյուրոկրատիայի սարքած քաղաքն է։ Եվ նորակառույցները դրանք այն բյուրոկրատական նորմատիվներն են, որոնք բերում են ճակերտավոր ասած ստանդարտների, որոնք դառնում են մեր դեմքը, հա։ Դիմազրկությունը, այսպես ասած, շատ խորը բաների մեջ պետք չի գտնել, բայց մենք այո, ապրում ենք դիմազրկության դարաշրջանում։ Եվ դրա թերևս լավագույն օրինակներից մեկը, որը շատ սիմվոլիկ արձան է ինքը, եւ մի քիչ զավեշտալի է, որ այս իշխանություններն են դրել, նոր իշխանությունները, դա քայլող մարդ Արտո Չակմաչյանը։ Արտո Չակմաչյանի քանդակը, եթե ուշադիր նայեք, իսկ ես բարեբախտություն եմ ունեցել ընկերություն անել Արտոյի ինչ որ մի ժամանակ, եթե ուշադիր նայեք այդ քանդակին, ինքը սնամեջ սնամեջը եւ ներքին դատարկություն։ Եվ գլուխը պայմանական ասած գլուխը, որովհետև այնտեղ մի պայմանական ուրեմն օբյեկտ է դրած, որը նայում է ամեջապես ոտքերի առաջ, ինքը չունի դեմք, ինքը չունի հայացք։ Բայց քայլ է անում։ Սա շատ մեծ բնութագրող, այսօրվա մարդուն բնութագրող արձան է։ Եթե ինքը չունի հայացք, ուրեմն չունի աշխարհը հայացք։ Դեստորության իշխանությունները միշտ էլ դա են ասում, ենք իզմերի հետևից չեն գնում, ինչի իհարկե կատարյալ անհեթեթություն է, այսպես ասած, դա հնարավոր չէ ընդհանրապես գաղափարից զուրկ
դուրս ապրել, միգուցե, բայց չնայած մարդին հետ դա էլ է հնարավոր, այսինքն չունենալ որևէ դեմք։ Սա որպես ժամանակակից արդի մարդու, այսպես ասած, մարմնացումն է, որը։ Բայց արդի հայ մարդու երևի։ Այո։ Մեր պատկերն է։ Սնամեջության հարց կա։ Արամ, բայց ես ում հասկանում, մենք ինչու այդպես դարձանք, եթե այդպես ենք, չէ՞ որ մենք ընդհակառակը կարծեք այնքան դեմք ենք ունեցել, որ նույնիսկ թվում էր թե կամ թվում է հիմա էլ որ դա խանգարել է անգամ շատերին, ովքեր անցել են այդ անդեմության արդեն գիծը եւ մեզ էլ են կարծեք ուզում կամ ուզեցել կամ շարունակում են ցանկանալ, որ մենք էլ լինենք անդեմ, բայց ինչպես դարձանք մենք այդպեսի անդեմ ունենալով այդքան դեմքեր մեր պատմության մեջ, այդքան անհատներ, այդքան վառ անհատականություններ, այդքան կարևոր ներդրում արած մարդիկ ու հանկարծ մենք ընդհանրապես դառնում ենք ինչ-որ քայլող անդեմ սնամեջ, ինչպես դուք եք ասում, հանրություն, որը անհասկանալի է թե ուր է գնում։ Մենք էլի կունենանք այդ անհատները։ Կունենանք, ինչպես այն ժամանակ ենք ունեցել։ Ուղղակի պատմությունը մենք այդ բաներն ենք նայում, գագաթներով ենք նայում։ Եթե մի փոքր իջնենք, կտեսնենք գրեթե նույն վիճակն է եղել։ Վերջապես Չարենցին մենք ենք սպանել։ Չէ՞։ Դե բոլոր մարգարաներին սպանում են հենց երկրի մարդիկ։ Այո։ Մենք ենք սպանել Չարենցին, Բակունցին։ Դա ուրիշ, ասենք, եւ չենք հանդուրժել։ Մեր բևեռացումները այդ անհատի եւ եսի եւ մենքի շատ սուր են եղել։ Երևի թե սա միայն մեզ չի հատուկ, գրեթե աշխարհում միշտ է այդպես եղել, հա։ Կոպեռնիկոսներ, Գալիլեյներ, Բրունոներ, հեշտ չի եղել այն մարդու կյանքը, որը իր համար որպես ուղենիշ ստանձնել է 3 համայն արժեքները, հա, ճշմարտությունը, գեղեցիկը եւ բարին։ Այդ մարդկանց ճակատագիրը երբեք ու երբեք ոչ մի ժամանակաշրջանում հեշտ չի եղել ու հեշտ էլ չի լինելու։ Ուղղակի այն ինչի մասին մենք մինչ այս խոսեցինք, նախադրյալներ ստեղծել, որպեսզի հավանականությունը նման մարդկանց լինելու մեր իրականության մեջ ապագայում ավելի մեծանա։ Մենք ընդհանրապես նախադրյալներ ենք ստեղծում այդ հավանականությունը կամ այդ հաճախականությունը մարդկանց ծնվելու, լինելու ավելի մեծացնելու։ Արամ, որ հեղինակին հայ հեղինակին խորհուրդ կտայիք, որ մարդիկ կարդային։ Գիտեք, խորհուրդ տալը այսպես թե նայած թե դու ինչ հարցեր ունես քո մեջ։ Հարցերի տագնապներ, հարցադրման բան պիտի ունենան։ Չգիտեմ, ինձ միշտ թվում է, որ Կոստան Զարյանը շատ արտիական հեղինակ է։ Գոնե այն մտատանջությունները, ինչի մասին մենք խոսենք այսօր, վաղը, մյուս օրը եւ այլն, այդ միայնակ մարդու մտատանջությունները խորհրդանշական իմաստով արձանագրված են։ Ուղղակի պիտի կարողանալ անընդհատ բացել։ Այդ խորհրդանշական փակվածությունը, որը կա Կոստան Զարյանի մոտ, ջանք է պահանջում ընթերցանության։ Ինքնին ընթերցանությունը բարդ բան է։ Մենք երբ որ տեսեք էլի նոր միտումները, չէ, այսօր չեն կարդում։ Աշխատեք կարճ խոսել։ Հիմա տեսեք դուք ասացիք 1 ժամ, ես մտածում եմ այն ունկնդրին, որը պետք է 1 ժամ նստի լսի, հա, այս ամբողջ զրույցը։ Լսում են, բայց եւ պիտի ասեմ, որ եւ շնորհակալություն եմ ատում, իրական լսում են, նույնիսկ ասում են, որ ավելի երկար պիտի լինի։ Հիմա նոր նաեւ միտում կա միջայլոց 2-3 ժամանոց զրույցներ, մարդիկ նստած լսում են, ենթադրենք տարբեր հետաքրքիր հեղինակների, մարդկանց, որոնք ասելիք ունեն, որտեղ արդեն հիմա նաեւ մյուս այդ ծարավը կա, խելացի բան լսելու, ոչ թե ուղղակի մակերեսային, սպառողական, պրիմիտիվ, այդպես գովազդային, ամեն ինչը մարքեթինգային, հա, լինի։ Մարդիկ ուզում են նաև մտածել, ես դրա համար ասում արդյոք այդ ներքին դիմադրողականությունը մարդը ամբողջովին կարծեք չի սպառել, ինքը ուզում է ամեն դեպքում մարդ մնալ, ոչ թե դառնալ AI, ոչ թե դառնալ ռոբոտ, ոչ թե դառնալ ուղղակի այս կամ այն մեկի գովազդի ու մարքեթինգի սպառող ընդհանրապես։
բնականաբար ես դատավճիռ չի են ինչ որ մենք խոսում ենք, հա, սա ուղղակի տագնապներ են, անհանգստություններ են, ինքներս մեզ մի թեթև ապտակ ենք հասցնում, որպեսզի այդ արտնացումը տեղի ունենա, հա, այլապես ամեն ինչ տանում են նրան, որ գտնվենք ամենավտանգավոր բանը այդ թմբիրն է, հա, թմբիրը, որը ի վերջո մահվան բանն է, էլի, ալեգորիա է, էլի, փոքր տեսակն է այդ թմբիրը։ Հիմա անընդհատ է դա ինքն է, այսպես ասած, արտնացման միջոցով նաև փորձում ես կողքինիդ քեզ եւ այլն, այս արտնացումներն են շատ կարեւոր։ Հիմա նույնը եթե կրթության ոլորտի մասին ենք խոսում, ինչպես կարող ենք որակապես փոխել կամ դիմադրել, ինչպես դուք ասացիք, կրթությունը պետք է մշակութայնացնել։ Կրթության մշակութայնացումը ամենակարևոր հարցն է։ Իր հիմքը պետք է լինի մշակույթ։ Հայ մշակույթ։ Մոտը մենք իմ մտահոգությունը մեր երկիրն է, իհարկե մենք կարող ենք շատ գլոբալ խոսել, բայց անկեղծ ինձ շատ մտահոգում է հենց կոնկրետ մեր ապագան, ներկան անգամ աշխարհով առաջին հերթին ուղղակի մշակույթը, այսպես ասենք, ինքը սահմանները շատ դժվար է տարանջել։ Դրանք պետական կամ աշխարհագրական սահմանումներով չեն, որ որոշվում են քո մշակույթը։ Մշակութային ազդեցությունները, հա, մենք այսպես մեկուսացված մշակույթ չի ստեղծվում երբեք, հա, շատ դժվար է որոշել որտեղ է այդ սահմանները, հա, երևի թե միակ փաստարկներից մեկը, որն էլ դեռևս միգուցե շատ հիմնավոր չէ, լեզուն, հա, քո լեզվով աշխարհը տեսնելու, վերապրելու, ներապրելու այդ ամբողջը, հետո դա ձև տալու, հա, մշակութայնացնելը պետք կրթությունը։ Հետաքրքիր բան եք ասում։ Հիմա ես ուղղակի չեմ նկատի չունեմ այն արհեստական, ծիսական մշակութայնացումը, մեկ պար, մեկ երգ, չգիտեմ, տարազ եւ այլն, ես դա ամենևին դա նկատի չունեմ։ Դրանք մաս են կազմում այդ ամբողջին, բայց ավելի խորքային հարց, դնել մշակութայնացման հարցը։ Գիտեք, այդ պարզ եթերայինության բանը ինչի համար եմ տագնապով նշում, որովհետև եթե դուք նայում եք կրթական ծրագրերում, որքան է կազմում, հա, որքան է կազմում մշակութային բաղադրիչը, գրեթե հասցված է 0-ից, եթե դու Չարենց ես անցնում եւ անցնում ես մեկ բանաստեղծություն ընդամենը, Տերյան մեկ բանաստեղծություն, հա, Սահյան մեկ կամ երկու բանաստեղծություն, օտար լեզուները ընդհանրապես գրեթե որևիցե գրականության հետ աղերս չունեն այլևս։ Եթե համասարանից դուրս է մղվում արտասահմանյան գրականության բաժինը, հա, կամ ամբիոնը, այսինքն սովորել որևիցե օտար լեզվով խոսել, դրա համար չեմ կարծում, որ կարիք կա համասարանական կրթության։ Այդ դեպքում հարցը առաջանում, ինչին են միտված այս քայլերը։ Գրեթե նույնը։ Դառնալ հոսում, նոսր, աշխարհագրությունը քեզ համար այլևս կարևոր չէ, ինչպես ամեն սրճարանից կարող ես աշխատել, այդպես էլ նաև կարող ես առցանց դպրոց գնալ։ Հա, որտեղ հարցը առաջանում, այսօր կան նաև այդ միտումները, առավելությունները, հա, դա առավելություններ ունի, չէ։ Ցանկացած բան ունի իր առավելությունները եւ թերությունները։ Ուղղակի այդ բոլորը կարող ես համադրել կամ հասկանալ, որ հաշվեկշիռը դրական է թե բացասական, միայն նրան թե ինչպիսի իդեալ ունես կամ ինչպիսի իդեալներ ունես, որովհետև եթե դա չկա, բոլորն էլ առավելություններ ունել։ Ոչինչ չանելն էլ առավելություն է։ Ամեն ինչ անելն էլ առավելություն է, հա? Պարապությունն էլ, ձանձրույթն էլ ունի իր առավելությունները բնականաբար։ Մարդը այդպիսի հետաքրքիր երևույթ է։ Մարդը, ես այդ մեկ միաչափության մասին ինչ որ Մարկուս են խոսում է, մենք անընդհատ հայտնվում ենք եւ նաեւ դա է մեր դժբախտություններից մեկը, որ չունենալով խորություն, ես չգիտեմ ավելի բոլշևիկ ժողովուրդ եղել է, քան մեկ, ասենք, հենց այդ բոլշևիզմի ժամանակ։ Մենք կարծես թե այն տպավորությունն ունենք, որ մենք ամենաբոլշևիկն էինք։ Հիմա ամենալիբերալը։
Այդ ոչ թե գիտության կրթության խնդիր է։ Դա է գիտության խնդիր։ Դե չեմ ուզում այդքան կոպիտ ասել, կրթության, վատ կրթության, ռեֆլեքսիաների բացակայության, խոհեմության եւ այլն։ Դա նաեւ գավառամտություն է, որովհետեւ եթե քեզ թվում է, որ ասենք թե այսօր անկախ գիտակցելու թե ինչ բան է լիբերալիզմը օրինակի համար կամ ազատականացումը, ինչպես նաեւ պահպանողականություն։ Չգիտես դա էլ։ Մեծ հաշվով ընդհանրապես կան արդյոք այդ հասկացություններ, եթե Բոդրիարի այդ բանը գրքում, կարծեմ The Conspiracy of Art այդպես է կոչվում, այնտեղ ինքը հասնում որ արդեն այդ ազգային ժողովներում ծայրահեղ ձախեր եւ աչեր գոյություն չուներ, բոլորը կարծես թե ուզում են տեղավորվել մեջտեղում այդ գորշության բանի մեջ, որովհետեւ խիստ այո, այսօր ծայրահեղ գաղափարական բաներ գոյություն չունեն եւ սրա ամբողջը միտված է այս բաներին եւ մենք ինչ ենք անում այդ ամեն ինչի արդյունքում անհատականության բանը որ այդ պղպջակները անդադ բաց ենք թողնում այսինքն Facebook-ում, Twitter-ում, բանում եւ այլն դա մեզ որոշակիորեն ստեղծում է պատրանքներ օրինակ համար քննադատական միտք ունենալը կարծում ենք որ քննադատական միտքը դա ամեն ինչի մասին կարծիք հայտնելն է։ Արա մենք կարող եմ այս զրույցը ես կարող եմ շատ շարունակել։ Դուք մտածում եք մենք մի ժամին չենք խոսելու մեր հեռուստադիտողների, որպեսզի չչարաշահեմ իրենց ժամանակը, թեև նույնիսկ ասեմ, որ շատերը հաճախ ասում են, որ ավելի երկար զրուցենք։ Եվ ես էլ տեսնում եմ, որ այսօր իսկապես այդ միտումը կա համաշխարհային մի քանի ժամ զրույցներ, բայց երևի կամաց մեր հասարակությանը հանրությանը պետք է սովորեցնել այդ երկար եւ խորքային քննարկումներին, որպեսզի իրենք անմիջապես չանջատեն, չտեղափոխվեն ռիլերի, շորտերի աշխարհ։ Իմ վերջին հարցը եւ կուզեի որ դուք այդ հարցին պատասխանեիք ձեր փորձառությունի վրա հիմնված, միշտ հարցում եմ թե ինչ է հյուրի կարծիքով մեր ժողովրդի դրական կողմը, որոնք են դրանք, 1-2, այս անգամ ես փոքր այլ կերպ կհարցեմ, ըստ որոնք են նոր սերնդի դրական կողմերը, ինչով են իրենք առանձնանում լավ իմաստով նախորդից միգուցե։ Շատ կան դրական կողմեր, լուսավոր են, պայծառ են, լավ իմաստով անկաշկանդ են, բայց միևնույն ժամանակ իրենք վտանգված են, որովհետև վտանգված թե խոցելի։ Վտանգված են այն իմաստով, որովհետև իրենք անդադ խոցում են ու իրենք արդեն դառնում են վտանգված, որովհետև կարծես թե ամեն ինչ ուղղված է իրենց դեմ։ Եվ իրենք պետք է նաև այդ պաշտպանական, ներքին պաշտպանական այդ իմունիտետը ձեռք բերեն, այդ համակարգը, որով կարողանան նվազ խոցելի լինեն այն ինչ որ տեղի է ունենում մեր իրականության մեջ կլիշեներից արդեն ստանդարտ դարձած մատրիցաներից կեղծ գաղափարներից դա միայն բան նկատի չունեմ միայն հոգևոր նաև ֆիզիկական այսօր անվտանգության հարցերը, այսինքն առողջապահական եւ այլն։ Բայց երևի թե գոնե իմ փորձառությունը երեխաների հետ աշխատելու կամ կրթական process-ում անասելի բավականություն է ինձ համար շփվել իրենց հետ, լսել իրենց կարծիքները, անհանգստությունները, երազանքները եւ առավել մեծ կոչում եւ բավականություն, քան լինել ուսուցիչ, իմ կարծիքով չկա, գոնե ես այդպես եմ կարծում եւ չի կարող լինել, որովհետեւ այս մարդկային կրթությունը արվեստ է, շփումների արդյունքում, ցավոք սրտի մենք մեզ համար այս շարժունակ արտաքին շարժուն ուրեմն բանը հասարակության մեջ մտածելը գործողություն չի համարվում։ Հա, իրենց անդադ թվում է, որ դա պետք է լինի արտաքին, այսպես ասած աշխարհագրական կամ
տարածքի փոփոխություն հարցն է միայն, որ գործողություն է ենթադրում, բայց եթե մենք կարողանանք եւ միտված է նաեւ մեր կրթական ծրագրի ամբողջ քայլերը նրան, որ մտածենք մտածելու մասին, ինքնուրույն մտածելու մասին։ Արամ ջան, շատ շնորհակալ Ես եմ շնորհակալ։ Ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողները շատ եւ շատ հարցերի շուրջ ձեր այս խոսքերից հետո մտածելու են, ինչպես որ դուք ասացիք, եւ ըստ էության այս հաղորդման հենց նպատակներից մեկը մտածել տալն է, օգտագործել այդ կարևոր գործիքը, որպես ինչպես որ Արամը նշեց, այս դիմազուրկ դարաշրջանում մենք չկորցնենք մեր դեմքը։ Դա պայքար է, հասկանալի է, որ դա հեշտ չի։ Ոմանք հրաժարվելու են այդ պայքարից, ոմանք մտնելու են այդ պայքարի մեջ։ Հոսուն ժամանակաշրջան, հոսուն հասարակության մեջ ենք ապրում, ինչպես մեր հյուրը նշեց։ Այս հոսունությունը իր հետ բերելու է եւ լավ, եւ դրական, եւ բացասական կողմեր բնականաբար, եւ մեր խնդիրն է ըստիս այնպիսի կառուցվածքներ, այնպիսի կոնստրուկտներ ստեղծել, որպիսի մեր նոր սերունդը կարողանա իր ոտքը դնելու տեղ ունենա, կարողանա կառուցել հետագա հարկերը եւ այդ շինությունը, մեր պետականությունը, մեր հայկականությունը մնա ամենամաքսիմալ ձևով չվնասված։ Շնորհակալություն ձեզ եւ ամենակարևորը չվհատվեք։